Շոտոկան կարատեի Հայաստանի հավաքականը պատրաստվում է հերթական կարևոր միջազգային ստուգատեսին։ Աշխարհի կարատեի Միացյալ Ֆեդերացիայի աշխարհի առաջնությունն այս տարի կհյուրընկալի Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքը, որտեղ հուլիսի 22-ից 26-ը մրցահարթակ դուրս կգան աշխարհի տարբեր երկրների ուժեղագույն կարատեիստները։ Հայաստանի հավաքականն այս առաջնությանը կմասնակցի առաջին անգամ։ Ամեն 2 տարի մեկ մասնակցում ենք Ճապոնիայում աշխարհի առաջնությունների շոտոկան մարտարվեստի, արդեն 2 տարի անդամագրվել ենք նաև Հյուկայև աշխարհի ֆեդերացիային եւ առաջի անգամ թվով 18 մարզիկներ մասնակցելու ենք աշխարհի 14-րդ առաջնությանը։ Մեր ընտրանին առաջնությանը կմասնակցի 18 մարզիկով։ Հավաքականի կազմում ընդգրկված են ինչպես փորձառու, այնպես էլ միջազգային մրցաշարերում արդեն հաջողություններ գրանցած մարզիկներ։ Հայաստանը կներկայացնեն տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, 11 տարեկան պատանիներից մինչև վետերաններ, որոնք կմրցեն իրենց համապատասխան կարգերում։ Մրցաշարը դա ինքդ քեզ փորձելու, քեզ ճանաչելու ինչ-որ վայր է, միջոցառում է, բայց քանի որ մեր մարզիկների կարգավիճակը այսօրվա դրությամբ շատ լավ է, սպասում ենք ահագին չէ, մի 8 ոսկի երևի, ահագին քանակությամբ արծաթ ու բրոնզ։ Հայաստանի հավաքականի գլխավոր հույսերից մեկը 2025 թվականին Ճապոնիայում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Ջեսիկա Սարգսյանն է, որը հերթական անգամ կմրցի աշխարհի լավագույնների հետ։ Վետերանների պայքարում էլ Հայաստանի դրոշի ներքո հանդես կգա փորձառու Անդրեյ Փիլիպոսյանը։ Նման մրցաշարի աշխարհի առաջնության Ճապոնիայում եւս 2 անգամ մասնակցել եմ, արդեն փորձ ունեմ, քրտնաջան աշխատում եմ, հուսով եմ առաջին տեղով հետ կգամ, վստահ եմ։ Նախապատրաստական աշխատանքներն ավարտին են մոտենում։ Առջևում աշխարհի առաջնությունն է, որտեղ մեր մարզիկները կփորձեն լավագույնս ներկայացնել Հայաստանը եւ պայքարել բարձր արդյունքների համար։